Բարևում եմ բոլորից, սիրելի հետևորդներ ջան, սա մեր գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին է, որ գտնվում է գյուղի կենտրոնում։ Դուք վայելեք այս կադրերը, իսկ ես սրուցեմ։ Գնացի եւ հանգիստ ձևով մոմ վառեցի ինձ համար, հետո լուսանկարվեցի մի քանի անգամ։ Շատ լավ էր այդ պահերը, շատ հետաքրքիր ինձ համար, հանգիստ ու խաղաղ։ Այստեղ արդեն ճանապարհ եմ դուրս եկել։ Դուք վայելեք ճանապարհի գեղեցկությունները եւ ես շարունակեմ իմ զրույցը ձեր հետ վարել։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, շատ կարևոր գործերով պիտի գնայի Ալավերդի քաղաք, երբ որ զանգահարեցի տաքսու վարորդին, ասեց, որ 20 րոպեից նոր կմոտենա։ Այդպես տնից դուրս եկա եւ գնացի, ասեցի կգնամ հանգիստ ձևով մոմ կվառեմ, մինչեւ որ այդ 20 րոպեն կանցնի։ Մի խոսքով Հետո եկավ տաքսին ու ճանապարհ դուրս եկա։ Ահա տեսեք ինչքան սիրուն է ճանապարհները։ Կարծես բնությունը շորեր է հագել եւ ուղղակի շողշողում է։ Այստեղ արդեն հասնում ենք Աղթալա եւ Պտիտ Գոլի գլուխն ենք հասել։ Ահա այդ հատվածն է։ Իսկ ովքեր ունեն ճանապարհի որոշ հատվածներ, որ շատ են սիրում, ես այս ծառն եմ սիրում։ Ահա տեսեք, որի անունը բրինչ է, բրնչի ծառ է։ Եվ այդ տիպի ծառեր շատ կան մեր տարածաշրջանում։ Բրինչը գիտեք չէ որն է, երբ որ այդ հսկայական ծառի վրա շատ մանր համով պտուղներ է բռնում, իհարկե թե ծաղկում է գառնանը, հետո աշնան կողմերը մի քիչ դեղնավուն, մի քիչ կանաչավուն, մի քիչ էլ շագանակագույն մանր պտուղներ է աճում, այդպես փնջով։ Նաև ուտելի է մարդկանց համար։ Միգուցե դուք եք ճաշակել, հատկապես մանկության տարիներին։ Դե գիտեք, մանուկները ինչի են ընդունակ եւ ամեն ինչի տեղն էլ գտնում են։ Մի խոսքով շատ համեղ է լինում, նաև շատ օգտակար ու առողջարար է։ Հա, բրինչի ծառ ասեցի, մի լավ պատմություն հիշեցի։ Դե ինչ, դուք վայելեք այս ճանապարհների գեղեցկությունը, սիրելի հետևորդներ ջան, ես էլ ուզում եմ այդ պատմությունը պատմել, որ կարծես թե հենց նոր միտքս եկավ եւ անպայման ուզում եմ պատմել ձեզ։ Համ էլ ճանապարհը թեթև կանցնի։ Գիտեք չէ, երբ որ զրուցելով ենք ճանապարհ գնում, այնքան կարճ ատևում ճանապարհը, ահա սա էլ է բրինչի ծառ, մեծ այսպիսի հսկայական ծառեր կան մեր անտառներում։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այդ ծառերից մեկն էլ աճում էր իմ տան բաղուբաղջում, հենց մեր տան առաջ, որը պապենական եկած մեծ հաստաբուն ծառ էր։ Հա, հետո երբ որ արդեն մեր այդ բաղուբաղջի մեծ թթենիները կտրում էինք, այդպես մի խոսքով ուզում էինք մեր այգին թարմացնել, արդեն գիտեք շատերդ, որ կարալյոկի ծառեր են ու այդպիսի նորատունկ ծառեր կան, մի խոսքով այգին մաքրում էինք այդպիսի մեծ ծառերից ու այդ ծառն էլ կտրեցինք, իհարկե շատ խորը սրտի ցավով, քանի որ շատ օգտակար էր նաև մեր հավերին, խոզերին, որ պահում էին, քանի որ այդ պտուղներից օգտվում էին, հավերը առածու էին ածում, խոզերն էլ համով միս էին տալիս մեզ, հա, բայց քանի որ շատ մեծ էր ու ստվեր էր գցում, շատ մեծ տարածք էր ինքը վերցրել եւ դրա համար էլ կտրեցինք։ Հետո որ կտրեցինք, մի քիչ այդ իր բնի հատվածը բարձր թողեցինք, քանի որ գիտենք, որ այդպիսի դեպքերում ծառի բնի վրա ծառասունկ է աճում։ Իհարկե շատ համեղ ծառասունկ է, մեկ աճարի ծառի ծառասունկը, մեկ էլ բրինչի ծառասունկը։ Այդպես կտրեցինք, մեր գործն արեցինք, մի քանի տարի անցավ, մինչև որ այդ ծառի կոճղը այդպես ինքը մաշվեց արդեն ու վրան սկսեց սունկ աճել։ Եվ այդ սունկը մենք առատորեն սկսում էինք քաղել, տարին 2 անգամ, մեկ գառնանը, մեկ էլ աշնանը, անձրևային եղանակներին հատկապես, իսկ ամռան ընթացքում էլ երբեմն տանում էի ու դույլով ջրում էի, որ միշտ եւ միշտ սունկ աճի ու ես էլ հավաքեմ։ Այս հետաքրքիր պատմությունը շարունակություն ունի եւ կպատմեմ այգում գործանելիս։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, քիչ առաջ եմ եկել տուն եւ անմիջապես եկել մի բաժակ կոֆե եփելու։
Դե միացեք ինձ, միասին կխմենք և կզրուցենք։ Ուզում եմ նաև ասել, որ այն գործով, որ գնացել էի, շատ բարեհաջող ստացվեց ու շատ իմ սրտով ստացվեց։ Անչափ ուրախ եմ այսօր։ Այդքան պայծառ արևեր չէ, առավոտյան երբ որ գնում էի, տեսակ, այ մոռացել էի, որ լույս չկա, այ քեզ բան, հիմա տեսնեմ, այստեղ է, ոնց որ թե գազ էլ չկա, հա։ Չէ, գազը կա, հոտը եկավ։ Այսպես, ահա այսպիսի պահեր է լինում, ինչպես միշտ երբեմն որ ասում եմ, սիրելի հետևորդներ ջան, կամ գազը չկա, կամ լույսը չկա, կամ ջուրը չկա։ Մենք էլ այդ ամենի մեջ հարմարվում ենք և մեր գործը իհարկե առաջ ենք տանում։ Գիտեք, որ դրսում չեմ սիրում սուրճ վայելել, դրա համար այդպես անհամբեր ձևով և տրամադրված իմ սուրճը կեփեմ։ Ահա, այս բաժակն եմ մոտեցրել։ Սիրելի հետևորդներ ջան, մի պահ դուրս եկա կադրից, որպեսզի ստուգեմ արդյոք իմ հեռախոսի մեջ լիցքավորումը կհերիքի, որ վլոգի շարունակություն տամ և կարողանամ ձեր հետ զրուցել, ինչ-որ բաներ անել, մի խոսքով, դե գիտեք, սուրճս արդեն եռած է ստեղ, կարծես թե գազերը լավ էլ ուժեղացրել են։ Ուրեմն սիրելիներս, ինչքան որ կա, ինչքան կհերիքի, այդքան էլ ձեզ կմիանամ, մի փոքր կզրուցեմ, բայց չգիտեմ, առավոտվանից չկար, ու այդպես էլ գնացի, նույնիսկ ճանապարհին մի քիչ զգուշանում էի, որ շատ նկարահանումներ չանեմ, որպեսզի կարողանամ ամեն գործս էլ ավարտին հասցնել և չլինի թե հեռախոսս առանց լիցքավորման մնալ։ Հիմա էլ չգիտեմ, արդյոք ինչքան կտևի, երբեմն պատահում է, որ օրեր է տևում, կամ էլ ժամեր է տևում, կամ էլ միգուցե հիմա տամ։ Ամեն դեպքում ուզում եմ խոհանոցի լույսը միացնել, որ երբ որ կտան այս ընթացքում անգամ անմիջապես իմ հեռախոսը լիցքավորման կդնեմ, որպեսզի կարողանամ ձեզ միանալ։ Ինչ էի ասում, հա, եղանակից էի խոսում, չէ, որ այդպես պայծառ արև էր դուրս եկել, շատ շոգ էր, շատ լավ եղանակ էր այսօր, ու հիմա էլ ամպեր են հավաքվել և սառը քամի է փչում, թվում է թե էսա ուր որ այա անձրև կգա։ Ճիշտն ասած, այսօր իմ ազատ օրն էր, դե ասեցի կգնամ քաղաք, գործերս կավարտեմ, հետո կգամ, ձեզ կմիանամ, կփոխվեմ, աշխատանքային հագուստներ կհագնեմ և կգնամ իմ բաղ ու բախչում, ինչ-որ մի գործ առաջ կտանեմ։ Գիտեք ինչքան շատ գործ ա կուտակվել, այս անձրևները, այս ցրտերը շատ խանգարեցին, ահա որ ձևի խանգարեցին, գործը գործի վրա այդպես հավաքվել ա, տեսնեմ ինչպես եմ գլուխ հանելու սիրելիներս։ Այդպես ամպն է գոռում, չեմ կարծում, որ լույսերը շուտ կտան, դրա համար պետք է մի փոքր էլ շտապեմ, նույնիսկ այստեղ սունկն էի մոտեցրել ինձ, ահա, որպեսզի զբաղվեմ սրանով և ձեր հետ միասին պատրաստեմ։ Այս օրերին ջուրը փոխելով պահել եմ, սիրելիներս, շատ լավ վիճակում է։ Սունկը դե գիտեք, եթե ծանոթ է ձեզ ծառասունկը հատկապես, այսպես ջրում կարող ենք մի քանի օր պահել։ Իհարկե ջուրը պարտադիր օրը 2 անգամ փոխելով, որպեսզի ջուրը համ չընկնի։ Ոնց էի ուզում ձեր հետ միասին պատրաստել այս ամենը, չգիտեմ ինչպես կստացվի, ամեն դեպքում կփորձեմ գոնե մաքրելուց մի փոքր կադրերով, պատրաստելու ընթացքով, այդպես կարճ կադրերով միանալ ձեզ, դե բաղ չեն գնալուց հույս չկա, քանի որ արդեն սկսել է անձրևի կաթիլները խոշոր խփել, չգիտեմ ինչպես կստացվի, գործը Աստծունն է, ամեն բան թողնենք Աստծուն, սիրելի հետևորդներ ջան։ Այդ առիթն էլ բաց չթողեցի և ոտքով այդպես լավ եղանակին գնացի եկեղեցի և հանգիստ մոմ վառեցի ինձ համար, ասեմ, որ մոմս չէր վառվում, սիրելի հետևորդներ ջան, մի քանի անգամ լուցկի վառեցի, որ իմ մոմը վառեմ, թելը լավն էր, ամեն բան լավն էր, քամի էլ չկար և իմ մոմը չէր այրվում։
3 թե 4 լուցկու չոփ հայրեցի, որ նոր իմ մոմը սկսեց այրվել ու հենց որ այրվեց շատ ուրախացա, շատ հոգով սրտի թեթևությունը զգացի, քանի որ նման դեպքերում բոլորս էլ անհանգստանում ենք, չէ, մտածում ենք, վայ, իսխի իմ մոմը չվարվեց, Աստված էր կանչում, մեր մտքում, մեր հոգու խորքում ինչ որ վախ ենք զգում, բայց հենց որ մոմը սկսում է լուսավորվել, արդեն սրտի եւ հոգու թեթևություն ենք զգում։ Ես էլ այդ վիճակի մեջ եղա ու երբ որ վարվեց, այդտեղ մոմավաճառը դե նստած է լինում այդտեղ, ինքն էլ հեռվից էր այդ ամենին նայում, բայց չէր խոսում ու հենց որ իմ մոմը վարվեց, լուսավորվեց, արդեն ինքն էլ միջամտեց եւ ասեց. «Այն գործով, որ ուզում ես, որ մոմ վառես, թեկուզ եւ դժվար, բայց բարեհաջող ավարտ է ունենալու»։ Սիրելի հետևորդներ ջան, պատկերացնում եք, հենց այդպես էլ եղավ, շատ մի դժվար գործ էր, չեմ ուզում բարձրաձայնել, դրա կարիքը չկա, որովհետեւ բաներ կա, չէ, որ օրինակ չենք ուզում բարձրաձայնել, երբեմն այդպես էլ է պետք լինում, երբեմն պետք է մեր գործերը լռության մեջ առաջ տանենք, չգիտեմ, երբեմն այդ պահերը բոլորիս մոտ էլ կա, մի խոսքով, մոմավաճառի այդ զրույցից հետո էլ ես իհարկե ժպիտը դեմքս եկավ եւ ցանկություն առաջացավ լուսանկարվել, արդեն նկարներս տեղադրել եմ, տեսել եք, շատ լավ զգացի ինձ, հենց մոմավաճառն է ինձ լուսանկարել իմ հեռախոսով, սիրելիներս, մի խոսքով շատ լավ զգացի, մինչև որ արդեն ես այդտեղ սպասեցի, արդեն տաքսուվարորդն էլ եկավ ու ճանապարհ ընկանք։ Այդտեղ էլ անընդհատ հետևում էի լիցքավորման տոկոսին, քանակին, որպեսզի կարողանամ թե իմ օրը լցնել եւ թե ձեր օրը լցնել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այս զրույցն եմ վարում, ուզում եմ նաեւ ձեզ խորհուրդս տալ, որ նման դեպքերում դե դա բոլորիս հետ էլ կարող է պատահել, մոմը վառենք ու չվարվի, ապա չնեղվեք, ինչ որ չընկնեք մտքերի հետևից, սկսեք, դե գիտեք, միտքը ամենաարագ բանն է, վայրկյանից էլ արագ է միտքը սլանում եւ վատ բաներ չմտածեք, միայն լավ տրամադրվեք, միայն լավ մտքեր արտաբերեք, միայն ձեր մտքում Աստծուն խնդրեք, խնդրանք ուղղեք դեպի Աստված եւ ամեն ինչ բարեհաջող կլինի, սիրելիներս, այսօր ես այդ ամենը իմ վրա զգացի, այդ սրբությունը, այդ խնդրանքի ուժը, աղոթքի ուժը, սիրելի հետևորդներ ջան, ես այսօր լիարժեք զգացի, գործերս բարեհաջող ավարտվեց, թեկուզ եւ դժվար գործեր, բայց ամեն բան ի օգուտ ինձ եղավ, սիրելիներս։ Դե հիմա հանգիստ արդեն մեր կոֆեն շարունակենք վայելել։ Անձրևը սկսվեց, այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, այս զատկական տոնի օրերին, ջրաքալույցի եւ զատիկը նշելու օրերին նույնպես շատ խառը վիճակում եմ եղել, մտքով այդպես հեռուն էի գնում, չնայած էլ հետ զրուցում էի, այդպես այդ համոզությունները պատրաստում էի, բայց թե գիտեք շատ շատերդ, որ ընտանիքս հեռու է ապրում, տաթևս էլ չկարողացավ գալ, ու ես մենակ եմ նշել իմ զատիկը, թեպետև ինձ մենակ չեմ զգում, համ իմ ընտանիքն է իմ կողքին, թեկուզ եւ հեռվից, համ էլ դուք կաք իմ կյանքում, սիրելիներս, շատ ուրախ եմ, որ դուք կաք իմ կյանքում եւ երբեմն էլ միգուցե շատերը ձեր ընտանիքը հեռու է ձեզնից, դուք էլ եք ասենք նման տոն օրերին մենակ դիմավորում, ապա չտխրեք, սիրելիներս, գտեք ձեր համար լավ տարբերակներ, հարևան լինի, բարեկամ լինի, անծանոթ լինի անգամ, կարող եք սիրելիներս ձեր այդ տոնական օրերին այնպես դասավորել, որ ամեն բան շատ բարեհաջող ընթանա եւ չտխրեք անտեղի տեղը։ Ես որ այդպես վարվեցի այս տոն օրերին, սիրելիներս, իհարկե հեռախոսով, տեսազանգով, զատկի օրը, որ արդեն սեղան ենք նստում եւ օրհնելով վայելում ենք,
Այդ պահով էլ ես իմ ընտանիքի հետ եմ եղել, թեկուզ եւ տեսազանգով, բայց ինձ միայնակ չեմ զգացել, սիրելիներս։ Հետո արդեն հաջորդ օրը այցելել եմ իմ ծնողների շիրիմին, այնտեղ խունկ եմ վառել, ծաղիկներ եմ տարել եւ սիրտս ու հոգիս թեթևացած տուն եմ եկել, սիրելիներս։ Այսպես շատ դժվար է, որ մեր սիրելի մարդիկ մեր կողքին չեն, երկնքում են եւ երկնքից իրենց օրհնանքները մեզ են ուղղում։ Ես համոզված եմ, երբ որ ծնողներիս իմ երազում տեսնում եմ, նաև իմ բոլոր գործերը, որ ձեռնարկում եմ, բոլորը բարեհաջող ավարտ է ունենում։ Այսպես ուզում եմ շտապել, որպեսզի հեռախոսի լիցքավորման մեջ տեղավորվեմ, կարողանամ ինչ-որ չափով էլ սունկ պատրաստելու գործով միանալ ձեզ, սիրելի հետևորդներ ջան։ Դրա համար ես անցնեմ իմ կոֆեն վայելեմ եւ տեսնեմ ինչ է լինում։ Միգուցե լույսերը տան եւ ամեն բան բարեհաջող լինի։ Սիրելի հետևորդներ ջան, մի փոքր էլ եկեք ինձ հետ միասին անձրևը վայելենք։ Այսպիսի եղանակ է սկսվել։ Քիչ առաջ այնքան ուժեղ էր, որ նույնիսկ թոփերն էին արձակում։ Մի տեսակ փափուկ անձրև ա գալի, նույնիսկ թռչուններն են երգում։ Այսպես։ Սա նույնպես հրաշալի եղանակ է։ Փափուկ անձրևը գնալով վարարում է։ Ահա, այսպես, շատ եմ սիրում անձրևի ձայնը։ Մի քիչ այսպես նայենք, հետո կգնամ տուն, նորից կմիանամ։ Թռչունները դե էլ չեն երգում, թաքնվեցին ծառերի տերևների մեջ երևի։ Որոշ ժամանակ անցել, այդպես սպասողական վիճակում, որ լույսերը կտան, բայց չկա ու չկա։ Փոխարենը անձրև կա, ամպի գոռոց կա ու սառը քամի։ Ինչևէ, երբեմն նման բաների չենք էլ ուզում ոչ մի գործ անենք, սունկը պատրաստելու հավեսն էլ փախավ, այդ քամին փախցրեց։ Դե կատականենք, որ հավեսով անցնի մեր ապրած կյանքի յուրաքանչյուր պահն ու ժամը։ Դրա փոխարեն, սիրելի հետևորդներ ջան, մի փոքր էլ զրուցեմ ու կավարտեմ վլոգս։ Ուզում եի ասել, որ մազերիս ներկած գույնը շատ իմ սրտով է ստացվել եւ ձեր ոսկե ծամիկ անուշկան նորից եկել է։ Ինքս եմ ներկում եւ ինքս եմ արդյոք ֆենով հարդարում միշտ եւ միշտ։ Չնայած վարսալիների արածը միշտ էլ տարբերվող է լինում, բայց մեծամասամբ բոլորս էլ ինչ որտեղ ուզում ենք տանը հարդարվել եւ պատրաստ դուրս գալ տներից մեր գործերով։ Սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ այս ընթացքում շատ երկար սպասեցի, որ այս գույնը ստանամ, նաեւ մազերս է խտանում եւ երկարում է։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, եկել եմ այստեղ պատուհանի առաջ եմ կանգնել, որ կադրը ինչ որտեղ լուսավոր լինի, պետք է որ լավ ստացվի, որպեսզի դուք էլ հավեսով դիտեք։ Սիրելի հետևորդներ ջան, բայց այստեղ ես ուզում եմ ձեզ նորից ուրախացնել եւ ուրախ նոտայի վրա էլ իմ վլոգ ավարտել։ Այս ընթացքում Սաթելը ինձ փոքրիկ վիդեո է ուղարկել, հիմա կմիացնեմ եւ դուք էլ կվայելեք փոքրիկ Սոֆիայի ներկայությունը, իսկ ես էլ ձեզ ասեմ առայժմ լավ եղեք եւ միշտ ուրախ սրտով եղեք։ Սոֆան սիրում է նապաստակին, աչի մի պաչկեղ տոտա։ Մենակ թաթիկով սիրի, հա? Թաթիկով սիրի նապաստակին։ Հորիվս։ Նապաստակի գնդակն է, չի տալիս Սոֆային, որ խաղա Սոֆան։ Սոֆի։ Նապաստակը չի տալիս իրա գնդակը։ Դո։ Լավ, սամակատ քշի մաման տենը։ Հա, սամակատ քշի մաման տենը։ Հարևս, դե սամակատը քշի մաման տենը։
Սոֆան չի կարում սամակատ քշի։ Սոֆան չի կարում քշի սամակատը։ Չի կարում քշի Սոֆան սամակատ։ Ճուտիկ։ Այ ճուտիկ։ Круто? Всё? Իջնես? Да, վարի։ Մաման օգնի։ Թաթիկը տուր։ Թաթիկը տուր։ Давай, давай, давай. Օպրիմ աղջիկ։ Ահա։ Գնաս ծիտիկին։ Թրավ ծիտիկը։ Սոֆա ուր։ Այ գնանք սամակատը վերցրու նոր գնանք տուն։ Չի կարելի ինտեղ много машина есть։ Սոֆա հետ արի։ Всё, пока, մաման նեղացավ գնում է։ Там машина։ Լես անկարգ չարաճճին, որ փախել է ու կճկճում է իր արածի վրա։ Հայդի ջաջային դա, ջաջան կճղայնանա, դավայ արի գնաչի։ Ապերը կշի, ապերը սադիկում է, որ սադիկից կա, կասես կա կշի։ Ապերը մոտոն կշի, դա։ Հիմա որ ես գնում, Սոֆա։ Տուն։ Գնանք տուն։ Գնանք տուն գրատախտակին նկարչություն անենք։ Գնանք տուն գրատախտակին նկարչություն անենք։ Դա։ Այ գնանք սամակատը վերցնենք նոր։ Մի ճվա, ես քեզ չեմ նկարում, չես ճվում։ Մաման պրոստը հեռախոսը սենց պահել է։ Ոնց չի նկարվել սիրում։ Օպրիմ աղջիկը։ Твой? Аккуратно, ndեղ ավտոյա։ Սպասի մամային։ Սպասի մամային։ Օպրիմ աղջիկը, դե վերցրա սամակատը, էլի քշի։ Аккуратно. Да, тут. Դեպի տուն, բավարոտ արա, դեպի տուն գնա։ Օպրիմ աղջիկը։ Ապրիմ աղջիկը, вот так, молодец. Ай. Jump. Ари. Ой! Ջան։ Դե թաթիկով совсем пока-пока. Ստեղ մամային նայի, совсем пока. Да? Դե նայի մամային ասա пока. Пока.
Մի հատ էլ ասա պակա։ Ապրի մաղջիկը դե արի։